Վերադարձանք եւ ներկայացնենք մեր վերջին թեման այսօրվա։ Հայաստանի Հանրապետության հարկային ծառայությունը 34 տարեկան է։ Հոկտեմբերի 2-ը նշվում է որպես Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության ստեղծման օր։ Ես էլ շտապ եմ ներկայացնել մեր հյուրերին, որոնք արդեն տաղավարում են։ Եվ այսպես Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչության վարչության պետ Արթուր Հակոբյան, բարի լույս։ Եվ Պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության եւ ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ Կարինե Մնացականյան, բարի լույս։ Նախ շնորհավորում ենք ձեզ մասնագիտական տոնի արդիվ եւ ձեր բոլոր գործընկերներին եւ թերևս պարոն Հակոբյան, սկսենք առաջին ամենաայսպես կարևոր հարցից, ինչ է հարկը։ Շատ լավ, երևի շատ ճիշտ սկիզբ ընտրեցինք, որովհետև շատ կարևոր է նաև մեր համար, որպեսզի մեր հանրությանը հասցնենք այդ ճիշտ ընկալումը, թե ինչ է հարկը, ու եթե մի քիչ ավելի կենցաղային լեզվով ասեմ, այլ ոչ թե իրավական տերմինոլոգիայով, որ բոլորին մատչելի լինի, եկեք պատկերացնենք մարդկանց մի խումբ, որոնք որ ապրում, աշխատում եւ արարում են ինչ-որ մի տարածքում, տարածաշրջանում։ Բոլորը ունեն իրենց անձնական կարիքները, սեփական կարիքները եւ դրանք հոգում են իրենց աշխատած, իրենց վաստակած եկամուտներով։ Բայց այդ մարդկանց խումբը բոլորը ունեն նաեւ ընդհանուր կարիքներ ու ընդհանուր ծախսեր, որոնք որ այս խումբը որոշել է, որ անենք միասին։ Օրինակ, երեխաների կրթության համար եկեք բոլորով գումար հավաքենք դպրոց կառուցենք, ներքին անվտանգության համար եկեք բոլորով գումար հավաքենք ու ոստիկանություն ստեղծենք, արտաքին անվտանգության համար պաշտպանություն ստեղծենք եւ այլն, ծնողների համար, տատիկ-պապիկների համար թոշակի ֆոնդ ստեղծենք եւ այլ եւ այլ։ Այ դրա համար որոշել ենք բոլորովս մի ինչ-որ կաթսայում գումար հավաքենք եւ այս բոլոր ընդհանուր կարիքները հոգանք։ Հարկը հենց սա է։ Դեպի Մնացականյան, գուցե մի փոքր այսպես առաջ եմ իհարկե անցնում շտապելով, բայց խոսելով հենց հարկի մասին, ինչպիսի հարկատեսակներ առհասարակ մենք մեզ մոտ ունենք, ինչպիսի հարկատեսակի պիտի մեր քաղաքացիները ծանոթ լինեն։ Եթե դիտարկենք բոլոր հարկատեսակները, դրանք տարբեր են, ավելացված արժեքի հարկ, եկամտային հարկ, շահութահարկ եւ այլն, բայց ֆիզիկական անձանց հետաքրքրող հարկատեսակը հիմնականում եկամտային հարկն է, օրինակ դուք հանրայինի եթերում ձեր գործունեությունը ծավալելու արդյունքում ստանում եք եկամուտներ եւ ինքներդ հարկեր եք վճարում, որովհետեւ ձեր հարկային գործակալը այդ հարկերից գումարը եկամտային հարկի գումարը պահում է, փոխանցում է պետական բյուջե։ Իհարկե բացի հարկերից կան նաեւ այլ կൂട്ടակային վճարներ, զինծառայողների համար նախատեսված դրոշմանիշային վճարներ եւ այլն։ Հարկ է նկատի ունենալ, որ մենք տեղական հարկերի համակարգել ունենք, օրինակ գույքահարկը, որ ֆիզիկական անձանց համար, ովքեր գույքի տիրապետում ունեն, պարտավոր են նաեւ այդ հարկերը վճարել։ Դե այնտեղ մի փոքր մաս մնաց ֆիզիկական անձանց մասով, օրինակ ներմուծումների, երբ որ ապրանքներ են ներմուծում եւ ինչ որ կոնկրետ ապրանքների մասով չափականակներ են գերազանցում, ապա այդ մասով եւս ունեն հարկեր վճարելու պարտավորություն։ Գլոբալ առումով ֆիզիկական անձանց կողմից վճարվող հարկատեսակներն այսքանն են։ Վերջին տարիներին կարծում եմ բոլորս արդեն ինչ որ չափով հարկատեսակներ ունեն։ Այո։ Պարոն Հակոբյան, ինչ կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել այս 34 տարվա ընթացքում։ Հետաքրքիր է։ Երևի անցում անենք այս 34 տարին փուլերով, տեսեք սկիզբը նախորդ դարի 90-ական թվականներին ձևավորվեց հարկային համակարգը, այն ժամանակ, երբ որ ձևավորվում էին Հայաստանի ֆինանսական եւ վարչական ինստիտուտները, այդ ժամանակ ստեղծվեցին հարկային տեսչությունները, որոնք որ այդ թվականներին զբաղվում էին հարկ վճարողների գույքագրմամբ, հաշվառմամբ, հաջորդ փուլը արդեն բարեփոխումներն էին կառուցվածքային, արդեն հարկ վճարողների հետ համագործակցություններ 2000-ականներին, 2010-ական թվականներին էլեկտրոնայնացման փուլ կարանք ասենք, այդ զարգացման ճանապարհին, երբ որ հարկ վճարողների հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգերը, հաշվարկային փաստաթղթերի հետ e-invoicing համակարգերը ներդրվեցին եւ հիմա
կարանք անվանենք թվայնացման փուլ, հա, թվայնացման դարաշրջան, երբ որ գնում ավելի թվայնացման, հիմա աշխատանքներ են տարվում ավելի մեր ամենօրյա գործառույթներում արհեստական ինտելեկտի գործիքից օգտվելը եւ այս տեմպերով շարունակում ենք, տեսնենք հաջորդի ինչ կլինի, այո։ Այ հետաքրքիր է վերջին տարիներին արդյոք ավելի կարգապահ են դարձել մեր հարկվճարողները, թե ոչ։ Միանշանակ ասեմ, այո, դա այն ամենանուրբ մասն է, որին որ շատ ավելի բան ենք վերաբերվում, որովհետև մենք ինչքան էլ բարելավենք մեր համակարգերը, մեր թվայնացումը, չգիտեմ, էլեկտրոնային համակարգեր ներդնենք եւ այլ, ի վերջո մենք չենք հասնի լիարժեք մակարդակի արդյունքի, երբ որ հարկ վճարողները իրենք ինքնուրույն չդառնան կարգապահ եւ իրենք չխուսափեն հարկ վճարելուց։ Այո, համաձայն եմ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը ինչ դրական արդյունքներ է տվել հարկային վերահսկողության ընդհանուր ոլորտում։ Խոսեցինք 21-րդ դար։ Այո։ Տեսեք, գաղտնիք չէ, որ ՊԿ բոլոր պետական կառույցների մեջ ունի ամենալավ տեղեկատվական բազան։ Այո, եւ այդ տեղեկատվական բազայում հայտարարագրվում են եւ հաշվառվում են բոլոր գործարքները։ Այսինքն կարիքը չկա, որպեսի հարկ վճարողին անհանգստացնենք, մենք տեղեկատվական բազայում տվյալներին տիրապետում ենք, այդ տվյալները վերլուծում ենք, գնահատում ենք, ռիսկայնության չափանիշներով փորձում ենք որոշել, որ հարկ վճարողն է առավել ռիսկային, որին ծանուցել, որ եղանակով եւ այլը, բնականաբար էլեկտրոնային եղանակով։ Իհարկե շփումը նվազել է, դա եւ հարկ վճարողի օգտին է եւ հարկային մարմնի, որովհետեւ ռեսուրսների խնդիրել ունի հարկային մարմինը, իսկ տեխնոլոգիական հնարավորությունները ապահովում են նաեւ այդ ռեսուրսների խնայումը, հա։ Ճիշտ է։ Այն որ այսօր արդեն ունենք բավականին հարկատուի ժամանակն է այդպես խնայվում։ Այո։ Այո։ Հետաքրքիր է այս դեպքում խոսում ենք կարգապահության մասին, կարծես թե ավելի կարգապահ են բոլորը դարձել, ինչի իհարկե ողջունելի է, բայց այդուհանդերձ երբ նկատում եք սխալներ կամ որևէ թերացումներ, ինչպես եք դուք փորձում շտկել այդ սխալները, ինչպես եք կապի դուրս գալիս հարկվճարողների հետ եւ ինչ քայլեր եք ձեռնարկում, ինչով է դա պայմանավորված։ Տեսեք, եթե տեսնում ենք անհամապատասխանություններ, թվային ռիսկային ցուցանիշներ եւ այլը, բնականաբար հարկ վճարողներին իրենց էլեկտրոնային գրասենյակներին ուղարկում ենք ծանուցումներ այդ մասին։ Հնարավորինս պարզաբանելով խնդիրը։ Իհարկե հետագա գործընթացը արդեն կախված է հարկ վճարողից։ Եթե հարկ վճարողը տեսնում է կա տեխնիկական խնդիր, պատճառները կարող են տարբեր լինել, հա, հարկ վճարողը ինքնուրույն ճշտում է հաշվարկը։ Մենք մեր ամենակարևոր թույլ եք տալիս, որպեսզի իրենք վերահաշվարկ անեն։ Իհարկե, վերջի հարկային մարմինը դա հսկողություն իրականացնող չի։ Հարկային մարմինը ինքը ավելի շատ ուղղորդող դեր ունի հարկ վճարողների կյանքում համենայն դեպս հիմա։ Որոնք են ամենահաճախ հանդիպող խախտումները։ Որ ոլորտն է։ Ոլորտներում երևի ավելի հեշտ կլինի ասել, որ ոլորտներում ավելի քիչ են բայց շատն էլ կարող ենք նշել, բայց այստեղ եթե մենք խոսանք ավելի կարևոր է, որ մենք նշենք, որ խոշոր միջին եւ փոքր սանդղակում ավելի կարգապահ են խոշոր հարկ վճարողները եւ այդ ձև իջնում է կարգապահությունը, այսօր ցույց է տալիս, որ խոշորները ավելի կարգապահ են, քան փոքր միջինը եւ միջին խավը ավելի կարգապահ է, քան փոքրերը։ Կամ կարելի է ասենց ասել, ավելի շատ են անկարգապահ դրսևորումներ հայտնաբերվում, նկատվում այդ ներքևի շեմում, քան վերևի շեմում։ Ինչով է դա պայմանավորված։ Իսկ ոլորտները, սա էլ է հետաքրքիր, իսկ որ ոլորտը։ Երևի թե առևտրի ոլորտում ունենք շատ, բոլոր կառուցապատման ոլորտում ունենք իհարկե խախտումներ, արտադրությունում ունենք խախտումներ, բոլոր ոլորտներում կարող ենք հստակ նշել, այո։ Շատ կարևոր է, որ նաև տրվում է այդ հնարավորությունը, որպեսզի այս խախտումները եւ սխալները շտկվեն եւ վստահաբար ժամանակ է նաև դրա համար տրամադրվում։ Ահա։ Հրաշալի է։ Իհարկե ժամանակ է տրամադրվում։ Ինձ հետաքրքիր է այս տարիների ընթացքում մենք խոսում ենք բոլորային փոփոխություններից, որոնք իրականացվում են եւ բոլորային նորագույն տեխնոլոգիաները, որոնք ներդրվում են եւ հեշտացնում են ինչ-որ առումով աշխատանքը, հետաքրքիր է ինչպես եք դուք պատկերացնում ապագան, դիցուկ 10-15 տարի անց ինչպիսին է լինելու հարկային եւ արդյոք քայլեր արդեն արվում են։
Եվ կարծես թե փոփոխությունների։ Մենք այս տեմպով շարունակելով, ինչպես իմ գործընկերը նշեց, 10 տարի հետո հարկային ծառայությունը, հարկային մարմինը ավելի ընկալվելու է որպես բիզնեսի զարգացման գործընկեր, քան որպես հսկողություն կամ ստուգում իրականացնող մարմին։ Ամեն դեպքում մեր այսօրվա ջանքերն են տանում դրան։ Իսկ այսօր հետաքրքիր է, հարկ վճարողը համագործակցում է ձեզ հետ, ցանկություն ունի, ձգտում է այդ համագործակցությանը։ Ստեղ եւ այո եւ ոչ, հա, ու այն դեպքերում, երբ որ չեն արձագանքում մեզ, չեն համագործակցում մեզ, ստեղ արդեն գալիս է երկրորդ ավելի կոշտ կամ ավելի խիստ վարչարարությունը, ստուգումների, ուսումնասիրությունների կամ կոոպերատիվ հետախուզական միջոցառումների միջոցով։ Բայց կարևոր է նաև խոսել, թե այս հենց հարկային վարչարարությունը ինչպես է նպաստում առհասարակ մեր տնտեսության առաջխաղացմանը եւ բիզնեսի զարգացմանը։ Տեսեք, շատ կարևոր է, որ հարկային վարչարարության ամենակարևոր ասպեկտներից մեկը եւ հետագա դրա իրականացման գործընթացի գրավականը հանրային վստահության մթնոլորտն է։ Այսինքն, օրինակ, ես 10 տարի հետո պատկերացնում եմ, որ հարկային համակարգի նկատմամբ շատ ավելի մեծ հանրային վստահություն կլինի։ Գնալով բնականաբար դա աճում է եւ դա կախված է երկուստեք եւ հարկային մարմնի հարկային ծառայողների աշխատանքից ու աճից եւ բիզնես ոլորտի հարկ վճարողների, որոնք արդեն հասկանում են, որ հարկերից խուսափելը ճիշտն ասած մոդայիկ չէ եւ բնականաբար հարկ վճարելը պատվաբեր է։ Այո, իհարկե։ Ճիշտ է։ Շատ ճիշտ նկարագրեցիք։ Այո, այսօր նշվում է հարկային ծառայության հիմնադրման օրը, սա կարևոր իհարկե տոն է բոլորիս համար, բայց շատ հետաքրքիր է, թե մասնավորապես հենց ձեզ համար ոչ միայն որպես աշխատանք եւ որպես աշխատանքային ձեռքբերում, այլ նաեւ որպես անձնական հարց, ինչպես եք դուք գնահատում թե այս տարիների աշխատանքը, թե այն աշխատանքը, որը դեռ սպասվում է ապագայում։ Տեսեք, հարկային ծառայությունը ինքը առաջին հերթին մարդկային հարաբերությունները ինչպես մնացած ոլորտներում եւ շատ կարեւոր է որպեսզի հարկային ծառայողները համապատասխանեն այն պետական ծառայողի, պետական հարկային ծառայողի նկարագրին, որը օրինակ ես պատկերացնում եմ, որ բոլորը պետք է ունենան։ Այսինքն բոլորը պետք է լինեն շատ բարեկիրթ, շատ համեստ, մասնագիտական առումով շատ պատրաստված, անձնական հարաբերություններում շատ ճիշտ դրսևորեն իրենց եւ այլն, որպեսզի համբերատար, շատ համբերատար։ Հատկապես երբ ծանոթում ենք այնպիսի դեպքեր են լինում հարկ վճարողների հետ շփումներում, որ մի խոսքով, այսինքն հարկային ծառայող ինքը պետության ներկայացուցիչն է եւ ինքը պետք է համապատասխանի այդ տեսլականին։ Ես օրինակ պատկերացնում եմ, որ ապագայում հենց այդպես պիտի լինի ու հենց դա էլ նպաստելու է պետական բյուջե հարկերի հավաքագրման ամբողջ գործընթացին։ Միևնույն ժամանակ պատկերացնում ենք բացի այն, որ տենց գրքային բառերից, որ պետք է լինեն բարեվարկ, ազնիվ, գիտակ, անկաշառ եւ այլ, բայց միևնույն ժամանակ մենք հարկային ծառայողներին տեսնում ենք ու ուզում ենք նաեւ տեսնենք, որ տենց բարձր դրական էներգիայով միշտ ուրախ տրամադրությունները, բարձր նպատակասլաց լավ մարդիկ։ Ինչպես որ դուք եք այսօր եւ մեր տաղավարում մենք եք շնորհակալություն հայտնում մեզ հետ։ Այո, եւ իհարկե շնորհավորում ենք մեզ համար պետք է ներկայացնել հատկապես հանրայինի տաղավարից։ Մենք էլ իսկապես շատ ուրախ ենք եւ նաեւ առիթից օգտվելով իհարկե շնորհավորում ենք թե ձեզ, թե ձեր բոլոր գործընկերներին եւ շնորհակալություն ենք հայտնում կարեւոր աշխատանքի համար, որը յուրաքանչյուր օր կատարում եք։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն, իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարժվենք առաջ։